Փոքրիկ աղջիկը այ ինչ վիճակում է, ինքը հոգեբանորեն հասկանում է ինչ եղել, ձեզ ինչ էր պատմում, ցույց տալիս էր։ Երեխան իրականում գիտի, որ բոլորը եղբորն են փնտրում։ Երեխան մեզ պատմեց, որ մի քանի օրից իր եղբոր ծնունդն է։ Երեխան այնքան գիտակից է եւ այնքան սթափ է իր խոսքի մեջ, որ սենց հատ ամբողջը նկարագրում է, բայց այն կետը, որ ինքը արդեն տուն է մտել եւ երեխան ոնց որ հետ է գնացել, այդ պահի ականատեսը արդեն ինքը չէ։ Նկարագրության մեջ քույրիկը եղբոր համար ասում է, որ իրանք միշտ խաղացել են, իրանք տանը մի հատ ուրիշ քույրիկ էլ ունեն, որը հորեղբոր երեխան է եւ շատ համերաշխ տպավորությունս այդ ընտանիքից այն էր, որ կարելի ասել իդեալականին մոտ մեծ ընտանիք ու ես ասեմ, որ փոքրիկը Տիգրանը ինքը սովոր չի եղել դրսում մենակ լինել, դեռ անդադ եղել է մայրիկի հետ, անդադ եղել է հայրիկի հետ ու այս մասը այնքան կարևոր է, որ երեխան եթե սովոր լինի գնա աճ, գնա ձախ, դա ուրիշ հարց է։ Այս պարագայում ուղղակի եղել է ողբերգություն, որը պետք է չլիներ, բայց եթե այս պայմաններն են, այսպես առանց սահմանների, որևէ մեկը ապահովագրված չէ, որևէ երեխա ապահովագրված չէ, իսկ գյուղը անմիջապես անպաշտպան գետի ափին է ու գործընկերը շատ լավ դիտարկում արեց, ասում է այս գեղեցկությունը, բայց այսքան վտանգավոր, հա, որտեղ բնությունը շատ շռայլ է այս գոտում, բայց նաև վտանգավոր է գիշատիչի նման։ Այսինքն ընտանիքի միակ վարկածը այս պահին դա է, հա, որ երեխան գետն է ընկել, որովհետև դուք մի քանի անգամ հա ասացիք այս ողբերգությունը, այսինքն միակ վարկածը դա է այս պահին։ Կարծում եմ դա միակ վարկածը լինել չի կարող, վարկածներ հաստատ էլի կլինեն, բայց քանի որ ոնց որ դեպքի վայրն է, գետն է, իսկ մյուս վարկածները նաև կընթանա նախաքննություն եւ չեմ ուզում մնացած բոլոր կարծիքները, որոնք առանց ավելի հիմքի են հնչում, ասել, բարձրաձայնել, բայց վստահ եղեք, որ վարկածները կարող են նաև շատ լինել, բայց քանի որ չկան տեսախցիկներ, այլ փաստեր, այս պայդրությամբ 5 րոպե առաջ ենք այնտեղից եկել, 2 ժամուկես հետո, ոնց որ ավելի հավատացած եմ, որ մեր այս պահի թշնամին եղել է գետը։ 4 օր է, չէ, փնտրում են երեխային, 4-րդ օրն է, այո։ Հայրիկը դրոն էր, ես լսեցի, որ դրոն էր փնտրում, որ դրոնով արդեն մանգան, դա ինչ-որ մի բան կտա իրենց։ Դե ես կարծում եմ, որ այն ինչը որ երեխայի հագուստի մի մասնիկը կլինի, ինչ-որ մի բան, որը մեզ հուշում կտա, կարա իհարկե դրոնը ավելի վերևից, ավելի մեծ տարածք ֆիքսի, որտեղ մենք էլ հիմա երբ որ եկանք այս տարածքը, նույնիսկ չգիտենք էլ ինչով օգնենք, բայց ոնց որ քաղաքացիական պարտ լինի մեր համաերկրացու կողքը լինելու, հասկանում ենք, որ ինչքան տեխնիկա ունենք, ինչքան մարդկային ուժ ունենք, այս բանին պետք է գործի դնենք, որտեղ նաև այն փաստն է կարևոր, որ ծնողը ներսում հասկանա, որ օրինակ այս վարկածը ժխտվեց, անցնենք մյուս վարկածին, բայց քանի դեռ սա չի ժխտվել, բնականաբար բոլորիս աչքը դեպի գետնա։ Քույրիկը, աղջիկը հոգեբանական աջակցության կարիք ունի հիմա։ Դուք չեք պատկերացնի այդ երեխայի դրականը նաև այս պահին, որտեղ 4 տարեկան է ու վստահ եմ, որ ավելի ուշ կանրադառնանք, հա, տարբեր այս պայդրությամբ, եթե դուք այցելեք երեխային, դուք միայն դրական հոսքով դուրս կգաք։ Եվ խաղում է, եւ պատմում է, եւ զբաղեցնում է, եւ շատ տաղանդավոր է։ Այսինքն հենց այս պահին, որ ասեմ, այնտեղ մի երեխա է, ով լացում է եւ սենց այդպիսի իրավիճակ չէ, եւ դա հենց երեխայի նաեւ զարգացման աստիճանից է, որը ուղղակի պատմում է իր փոքրիկ եղբորից եւ այլ, որտեղ մենք էլ հատուկ զինվածությամբ էին գնացել, որ եթե երեխայի հիշողությունը ակտիվացնելու կարիք լինի, ինքը սենց Տիգրանի մասին ուղղակի պատմեց ներկայով, որտեղ ինձ թվում է երեխան ներսում գիտի, որ Տիգրանը ուղղակի հյուր է գնացել կգա, չնայած որ ասում էր բոլոր մարդիկ եկել են Տիգրանին փնտրելու։